Իրական պատասխան լսելուց պատկար մարմիներին թող մոտիկանան մեր արժանապատիվ ժողովրդին բացատրեն եւ ասեն, որ ձեր երթուղին չի փոխվելու, ձեր երթուղին մնում է նույնը։ Ձեզ պիտի խնդրեմ ներկայացնեք իրավիճակը, քանի որ Պրոշյանի դեպքում ի տարբերություն քասախցիների մոտ 10 օր առաջ տեղ ունեցած այստեղի ակցիային, ասում են պրոշյանցիների հարցը լուծվել է, հետո ինչ եղավ, ինչ փոփոխություններ տեղի ունեցան։ Չէ, հարգելի լրագրողներ, ուրեմն Պրոշյանի հարցը մասամբ, քանի որ ես էլ ինքս իմ ելույթում հայտարարել եմ մասամբ է լուծվել, դա եղել է կառավարության շենքի ներսում։ Նրանք մեզ, այսպես ասեմ, փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ, մեզ ասացին, որ 25 ամառը վերջնակետը սկզբնական կլինի նախկին պաշտպանության նախարարության մոտի շրջադարձ կատարելով, այնուհետև մենք բացատրեցինք, որ ժողովուրդը մեծ մասը, քանի որ մայթեզր չկա, մենք առաջարկում ենք 300 մետր առաջանա շրջադարձի տեղ կա, գոնե Պրոշյանի մուտքի մոտ, կամարի մոտ գա։ Նրանք մեզ շատ հանգիստ, շատ մարդավայել ձևի խոսք տվեցին, որ այդ հարցի լուծումը կանեն։ 300 մետրը դա խնդիր չի, այդ հարցը կլուծենք։ Եվ այսօր մենք այնել ենք փաստի առաջ, որ իրենք ստեցին մի ողջ երկու համայնքի ժողովրդի, որը այս երկու համայնքը հարգելի լրագրողներ, այն համայնքներն ա եղել, որ Երևակայի այնքան զոհեր ունի, այնքան հերոս տղաներ ունի տված, որ այսօրվա իշխանությունները թող զարթնեն քններից եւ օգտվում են այդ տրանսպորտից, այդ զոհվածների նաեւ երեխաները ու ծնողները, թող մարդ գտնվեն, հերիք եղավ, իրանք ոնց, այսօրվա իշխանությունները ճանապարհ փակելով ա, չէ՞ իշխանության Անես շանեն, որ ճանապարհ փակելով է այդ իշխանությունները ռադլն են։ Հերիք եղավ է ժողովրդի, այն արունը խմեն։ Մեղք են ժողովուրդը, ճիշտ է։ Հա։ Դաս գործն էլ կուր։ Մերոք է սա։ Մինչև այս պահը տրանսպորտ անելու համար որևէ որոշում չկա։ Քանի որ չկա, ես խնդրել եմ իշխանություններից պահպանել նույն իրավիճակը, մինչև հարցի իրական ու վերջնական լուծումը հայտարարել, որ շարունակում է գործել երկու համայնքների տրանսպորտային միջոցը նույնությամբ, մինչև հարցի իրական եւ վերջնական լուծումը։ Դուք համաձայն եք ապրոտվել են իրանք։ Ես սպասում եմ այդ պատասխանը։ Հա, եթե 25 ամառը ու 59 ամառը մնալու է նույն ձևի գյուղ է մտնելու, խնդիր չկա, մենք սպասենք։ Սիրելի Պրոշյան համար, ես ներկայացրել եմ նաև օրենքի կետը, որը որ ասում է, որ հակառակ պարագայում օրենքը անօրինական լինելու համար պետք է հայտարարվի նոր տենդեր եւ հաշվի առնվի համայնքների բնակչության կարծիքը։ Դուք համաձայն եք դրա։ Ես մի առաջարկություն ունեմ, քանի որ երկու համայնքից ներկայացուցիչներ էլ կան, դարձյալ ես ուզում եմ անդրադառնալ օրենքի հենց այդ կետին։ Հարգելիներ, եթե մարդ կա, որ մինչև հիմա չգիտի, որ կառավարության կողմից օրենքն ընդունվել է 2006 թվականին եւ 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, հետո 2021 թվականին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մուլտիտրանսը եւ շահել է 250 դրամ ուղևարցի արժեքով, այն դեպքում, երբ այդպիսի ուղևարցի արժեք այս կողմերում չի եղել ընդհանրապես, մեծ կառավարությունում դա պատճառաբանեցին նրանով, որ մրցույթի մասնակիցը մեկ ընկերություն է եղել եւ իրենց առաջարկած այդ ուղևարցը գինը թողել են նույնը։ Հիմա ես ասում եմ, թող ինձ ներեն,
Բայց ինձ կասկածելի է թվում, որ մրցույթին մասնակցում է ընդամենը մեկ ընկերություն եւ հաղթում է, ել չասեմ, որ օրենքը ընդունվում է 2006 թվականին եւ 19 տարի չի գործում ընդհանրապես, իսկ 2021 թվականին մրցույթ հայտարարելուց հետո եւս 4 տարի չի գործում եւ որոշում են միկրոավտոբուսները երթուղի բերել 2025 թվականին եւ արդեն աստղաբաշխական գներով։ Հիմա ասեմ, ես հարց եմ բարձրացրել նաեւ կառավարությունում։ Այս ընթացքում արդյոք բարելավվել է այն խոցելի խավերի կյանքը, որոնք նվազագույն աշխատավարձ եւ նվազագույն կենսաթոշակ են ստանում։ Իսկ բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտից օգտվում են հենց այդ խավի մարդիկ եւ ընտանիքներ կամ կոնկրետ Պրոշյանում, որի անդամներից 4-ը նույնիսկ 5-ը օգտվում են հանրային տրանսպորտից։ Հանրային տրանսպորտից են օգտվում նաև մեր զոհված զինվորների ընտանիքի անդամները, երեխաներ, 3 երեխա, կինը, ծնողները, նրանք ի վիճակի են տանելու այդ ֆինանսական բեռը։ Ես ուղղակի այս դեպքում պահանջում եմ, ուղղակի այո, պահանջում եմ, որ հարգեն այն մարդկանց ընտանիքների իրավունքները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի համար։ Իսկ մենք, մեր կառավարությունը, մեր, ինչ ասեմ, թո իշխանավորները չէ, մեր համամարզեցիներն ասեմ, մեր ուղղակի հայ մարդիկ այդ մարդկանց արյունը չեն արժևորում, չեն հարգում մարդկանց կորուստը եւ ցույց ան ուղղակի ուշադրություն։ Իհարկե, այդ մարդկանց կորուստը անդառնալի է, հազար ներողություն, բայց իմ տղան 44-օրյա պատերազմի մասնակից է, ամսի 28-ին գնացել է եւ զորացրվել է դեկտեմբերի 24-ին։ Երբ իմ աշակերտները զոհվեցին, ես աննասելի տառապանքներ եմ տարել, որովհետեւ զանգից զանգ եմ ապրել։ Ես փառք Աստծո կորուստ չեմ ունեցել, բայց իմ աշակերտները իմ հարազատներն են։ Նրանք եւս ինձ համար են զոհվել, մեզից յուրաքանչյուրի համար են զոհվել։ Այսօր մենք պարտավոր ենք գնահատել նրանց։ Հարգելի լրագրողներ, շատ ներողություն եմ։ Ուրեմն այսպիսով ձեր ներկայությամբ հայտարարվեց, որ մենք երկու համայնքներով բացառապես միասնական ենք գործելու այսուհետ, մենք ամբողջությամբ միանում ենք Պրոշյան համայնքի հարցադրմանը, պահանջին եւ Պրոշյան համայնքը նույնպես միանում է մեր պահանջին։ Այսուհետ, հարգելի լրագրողներ, մենք դա արձանագրեցինք, շնորհակալություն։ Քսանչորսնյուզի հարգելի հետևորդներ, այս պահին ոստիկանությունը բնակիչներին հորդորում է դուրս գալ։ Ճանապարհահատվածից չխոչընդոտելով մյուսների ազատ տեղաշարժի իրավունքը։ Նաև նշում են, որ չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջին օրենքի սահմաններում հարկադրանքի միջոցներ են կիրառելու։
Ձեր խատրով, հերեթո, ասեմ ձեր խատրով գնում ենք, ընգեր, մի բան արեք, երկու հոգի մարդ է, մեջը 70 ամյա, գնացեք են կոմ, ամոթը հայրենասիրությունից եք խոսում, մարդասիրությունից եք խոսում, երկու հոգի 80 տարեկան մարդիկ են նստած մեջը, նստեք, ճանապարհը բացեք Անճաշնույցի հարգել հետևն այս բային իրավիճակը սկսում է լարվել մենակ ավտոբուսն ավտոբուսն է, մարդ է Հավա ենքոմ գնացեք, անցեք ես ապաս։ Դու մարդ ես, բայց մարդիկ կան չեն հասկանում մարդ։ Մարդ են, եկան մարդ են, որ ասեք մի շաբաթ բացել են դրա Ղեկավարությունը չէ ստեղծել այս պայմանները։ Մի խոսած Ղեկավարությունը ստեղծել այս պայմանները։ Ղեկավարությունը ինչ կապ ունի 80 տարեկան Ստեղծել այս պայմանները ժողովրդի խեն անել իրար դեր։ Բաները մի հատ Խմացա, եթե խմացա մեկուսացրի։ Իմանե հենց հիմա ես եմ տանում, պարոն Ազիզյան։ Պարոն ոստիկան։ Ճանապարհը բացեք բացեք։ Մի վարքյանից։ Չեկելա հիվանդ տղար, հա? Սա հեն սարքիկ հիվանդ, խմացա հիվանդ, հա? Չէ, հիվանդ Մեկը տարիքով կին կա։ Ինձ ավտոբուսը չի հետաքրքրում։ Եթե կարաք, մեկը ավտոն նստեցրեք, այդ կնոջը տարեք հասցրեք տուն։ Դուք ունեք մենք փոխունեք որտից նստել են գնա մտե իշնեն, ով ասել։ Եթե իրանց թողենք, բայն մյուս մեքենայի մեջ էլ կարող է տարիքով մարդ լինի։ Բատարբերությունը որն է տարիքով է տարիքով։ Այդ կինը որպես հաշմանդամ նստել է, որ գնա ստեղից։ Միգուցե փողը չի մուծելու դրա համար։ Հարցը փողը չի ստե, թոպը տտվի հետ գնա, որտից նստել է գնա տուն։ Որտեղից է նստել, ուր գնա։ Որտեզ նստել է։ Որտեղից է եկել։ Որտեզ որ եկել է։ Դե հիմա թող գնա դե։ Որի վիճակին կեթա։ Մյուս մեքենայի մեջ էլ կարող է տարիքով հիվանդ մարդիկ լինեն։ Մարդասիրության նորմեր ելնելով Մարդասիրության հարցի։ Մարդասիրություն չունեք։ Հետ եմ ասում, մյուս մեքենայի մեջ էլ է մարդ լինելու հիվանդ, չէ՞։ Մի հատ ավտոբուսը թողեք, ավտոբուս թողեք։ Մի հատ ավտոբուսի մար քելեք կինոջ բռնենք հավա, ինքը չգիտեմ հիմա ում Պրոստը մահանա որ տարիքով հիվանդին, ուրիշ հետևի մեքենայի մեջ Մեռնեմ քեզ ոչինչ, թող մի հատ ավտոբուս հիվանդ կինո մենք ենք Բրավո։ Ապեր մի հատ ավտոբուսի համար ճիշտ է, թողեք ես մի հատ Բայց ավտոբուսի մեջ ընդհանրապես ճիշտ ասում։ Կապ չունի, թողեք։ Գնա դեմից ճանապարհ Փագի դուրս փագի։ Դուրս փագի։ Փագի քշի։ Փագի դուրս։ Ու չբացես։ Ես դեմից եմ Կային շուտ եկող վերցի։ արի։ Այն դուք գնացեք փողոց։ Էս։ Թողես ավտոբուսը Բացեք դե հա։ Կարի, ճամփի չջել է։ Դեղը գնամը չեն գնացեք։ Առաջ։ Ապել գնոց
Հարգելի հետևորդներ, ինչպես տեսնում եք այս պահին հասարակական տրանսպորտի և պաշտպանության նախարարության կամազներին թույլ են տալիս դուրս գալ ճանապարհի երթևեկելի հատվածով Մի րոպե ժողովուրդ Ասացիք արեցինք ձեր խնդրանքը, մենք մեր Արեք դեպի դուք մեր խնդրանքը ցավները։ մի խառնվի իրար, մենք մեր ասացի տեղն ենք։ Չէ, գնացեք կանգնեք։ Ամեն